Վիզեյրը բազավորվում է Հայաստանում, սա կարևոր լուր է Հայաստանի համար։ Այսօր տեղի ունեցավ Վիզեյր ավիաընկերության բազայի բացման արարողությունը։ Միջոցառումը մեկնարկեց մամուլի ասուլիսով։ Շատ ուրախ ենք, որ առաջին անգամ Գյումրի քաղաքից դեպի Եվրոպա առաջին թռիչքը երեկ տեղի ունեցավ։ Էկոնոմիկայի նախարարությունը, իդեմս պարոն նախարար Պապոյանի եւս մեծ աշխատանք է ներդրել այս թռիչքները իրողություն դարձնելու համար եւ հիրավի զբոսաշրջության կոմիտեն կարծում է, որ այո, ուղիղ չվերթները էական ազդեցություն են ունենում զբոսաշրջիկների քանակի վրա։ Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲ տնօրեն Մարսելո Վենդեն իր խոսքում նշեց, որ կունենան նոր ուղղություններ, կավելանան հաճախականությունները օրական 24 ժամ, ամբողջ տարվա ընթացքում, ինչը կնպաստի զբոսաշրջության ներհոսքին։ It's important to mention that in Gyumri we have a completely new airport. Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունից մենք ունեցել ենք չվերթ Գյումրի։ Կարևոր է նշել, որ Գյումրիում մենք ունենք բարձրակարգ սպասարկում եւ հուսով ենք, որ շուտով կարողանանք սկսել նաեւ Զվարթնոց օդանավականի ընդլայնման աշխատանքները, որպեսզի ավելի շատ չվերթներ կարողանանք սպասարկել, ավելի շատ հարմարավետությամբ, որին որ բոլորը արժանի են, ինչպես դա արեցինք 18 տարի առաջ։ Վիզեյր ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշներն էլ ասաց. 5 months ago I was here and 5 ամիս առաջ ես այստեղ էի եւ ես հայտարարեցի, որ մենք ունենալու ենք նոր բազա երկու օդանավերով հոկտեմբերի 2-ից։ Այդ ժամանակ դեռևս հարցեր կային եւ մենք այսօր այստեղ ենք եւ մենք հպարտ ենք ասել մեր առաջին օդանավը արդեն այստեղ է եւ սկսել է գործել եւ մենք սպասում ենք երկրորդ օդանավին, որ շուտով կլինի այստեղ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ Հայաստանի կառավարության համար միջազգային բրենդների մուտքն առաջնահերթություն է եւ քանի որ զբոսաշրջությունն իրենց համար տնտեսության կարևոր ճյուղ է, ապա ռազմավարական նպատակ ունեն առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանն անցնել։ Երբեմն մեր ընդդիմախոսները օրինակ ինձ չեն հավատում, որ Հայաստանում ամեն ինչ արդեն լավ է, խաղաղություն է հաստատված եւ Վիզեյրի կամ մյուս այլ ընկերությունների հաջող գործելու համար ինչ է պետք, որ օդանավը եւ գնալուց եւ գալուց լինի միշտ լիքը։ Երբ կլինի օդանավը գնալուց լիքը, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լավ ապրեն ու կարողանան իրենց թույլ տալ աշխարհը տեսնել։ Եվ երբ կլինի Հայաստանի եւ այդ օդանավը լիքը, երբ որ գալիս է Հայաստան, երբ որ Հայաստանի Հանրապետությունում ունի խաղաղություն եւ բնականաբար մարդիկ կուզենան գան մեր երկիրը տեսնեն։ Հետևաբար, եթե Վիզեյրը այս մեծ ներդրումն գնում է, ինքը հավատում է, որ Հայաստանի Հանրապետությունում վաղը լինելու է ավելի խաղաղ, քան այսօր է, եւ վաղը լինելու է ավելի զարգացած, քան այսօր է։ Մեր հարցինի պատասխան, թե ինչպիսի վիճակում է Գյումրու օդանավակայանը, քանի որ երբ հայտարարվեց Գյումրիի լեռնակաթռիչքի մասին, եղան հայտարարություններ, թե օդանավակայանը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, Մարսելո Վերդեն ասաց. Flying in Europe, in European countries. We can ask to the Մենք վերանորոգել ենք ժամանումների սրահը, մեկնումների եւ համոզված եղենք, որ այս օդանավակայանը ավելի լավ վիճակում է գտնվում, քան շատ օդանավակայաններ եվրոպական մի շարք երկրներում։ Ես այցելել եմ շատ օդանավակայաններ Եվրոպայում։ Ամբողջովին պատրաստ է Գյումրի օդանավակայանը։ Ռոլանդ Թիշները նույնպես արձագանքեց հարցին, ասելով հետևյալը. Սկզբում երբ մենք սկսեցինք եւ քննարկումները Գյումրիում չվերթներ սկսելու համար, բնականաբար որոշ ստանդարտներ շատ կարեւոր են մեզ համար, ապահովությունը ամենաառաջինն է, ապահովությունը եւ անվտանգությունը։ Հիմա օդանավակայանը ամբողջովին պատրաստ է ապահովել այդ բոլոր հնարավոր ստանդարտները գործարկման համար։ Ասուլիսից հետո ներկաները մասնակցեցին Նեապոլից չվերթի դիմավորմանը։ Buongiorno, ben arrivati. Grazie. You're just looking at the Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։